Մենք դարձյալ եթերում ենք հարգելի հեռուստադիտող, մեր ուրախ եւ գարնանային տրամադրությամբ էլ շարունակում ենք եթերը եւ քանի որ թատերական թեմաներից սկսեցինք, շարքը շարունակում ենք Մնջախաղի թատրոնի վերաբերյալ, այստեղ են թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը եւ խոսելու ենք ներկայացման մասին, հենց այդ ներկայացման դերակատար եւ բեմադրիչ Յուրի Կոստանյանը։ Ողջույն պարոնայք, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում եւ ոնց հասկացա, առաջինն է ձեր մեր տաղավարում մուտքը, այնպես որ բարով եք եկել մեր տաղավար։ Քանի որ շաբաթը շատերի համար հանգստի մասին է, հետաքրքիր է ինչպես եք սկսել ձեր շաբաթ առավոտը եւ ինչ պարտադիր այսպես գործեր կան, որ անում եք մինչեւ տնից դուրս գալը։ Հա, դրա մասին ենք խոսելու, լավ, արագ ասենք, որ դե ինչպես միշտ ոչ միայն դրա մասին, բայց կարելի է մեկնարկը այդպես տալ։ Ինչպես միշտ այն շաբաթվա ընթացքում կուտակված գործերը, որ թողնում ես շաբաթ կիրակի օրվա, այսպես պլանավորված, դե առավոտը ինչպես միշտ սուրճով, բնականաբար հետո երկրորդ սուրճով։ Այո, պարտադիր է սուրճը։ Ու այդպես հետո անցնում ենք այն գործերին, որը պլանավորված։ Այսինքն շաբաթը ոչ թե հանգստի, այլ աշխատանքի մասին։ Դե արդեն տան մեջ, տան հետ կապված, ինչ որ ընկերների կամ որևէ մի առիթի հետ կապված։ Այո, պարոն Կոստանյան, ձեր դեպքում սուրճը պարտադիր պայման է օրը սկսելու։ Երբեմն։ Քանի որ վերջին ժամանակները նույնիսկ մի քանի ամիս զբաղված եմ այդ ներկայացումով, դե ընդհանրապես ես առավոտ շուտ եմ արթնում, ժամը 6-ին կամ նույնիսկ շուտ, եւ լողավազանում եմ ժամուկես, այնպես։ Շատ հետաքրքիր մեթոդ է լավ օր սկսելու։ Հետո նոր ներկայացում ու վերջին ժամանակները առավոտից երեկո համարյա զբաղվածությունս ավելի շատ թատրոնում տարբեր ժամերի։ Այո, թատրոնի մարդիկ միշտ զբաղվածություն ունեն թատրոնում հենց եւ իրենց շաբաթ կիրակիները հանգստի մասին չեն, որովհետեւ կա թատրոն իրենց կյանքում, կարծում եմ։ Հարգելի հեռուստադիտող, Մնջախաղի թատրոնը շուտով նոր պրեմիերայով հանդես կգա, Մացառուտներ վերնագրով մեր սիրելի հյուրերի հետ հենց այդ թեմայի շուրջ էլ խոսելու ենք։ Նախ խոսենք դրա մասին, թե այս ներկայացումը ունի ենթավերնագիր, որը ինձ շատ հետաքրքրեց եւ անվանել եք անբարբար դրամա։ Խոսենք դրա մասին, թե ինչպես է այդ միտքը առաջացել եւ ինչի մասին է այդ դրաման։ Դե ընդհանրապես մունջ խաղ, որ ասում ենք, այնտեղ արդեն մունջ, այսինքն անբարբարը իր մեջ կրում է։ Անբարբար որոշեցի, որովհետև այնտեղ ասենք բառեր չկան, բայց կա ուրեմն վոկալիզ երգային ինչ-որ բան, հա, ներկայացման ընթացքում եւ ֆլեյտա կենթանի, այսինքն բացի երաժշտությունից ձևավորման, ներկայացման, կա եւ այդ երկուսը դրա համար որոշեցի եթե ընդամենը բառ չկա, ասեմ անբարբար դրամա։ Բառ չկա, բայց ձայն կա, պատկեր կա, որի միջոցով էլ արտահայտվում է։ Ֆլեյտա նվագել կա։ Որի միջոցով էլ արտահայտվում է ընդհանուր գաղափարը, ինչ թեմաներ են արծարծված ներկայացման մեջ եւ ինչի շուրջ է պտտվում գործողությունը։ Ես միշտ սիրում եմ, որ ասենք մի տեսակ գաղտնիք չէ իհարկե, բայց որ գան տեսնեն իրենք որոշեն ինչ թեմաներ են հանցատեսը։ Բայց թեմաները այսպես, եթե Մացառուտներ հասկացողությունն է, ընդհանրապես դե այդ ես եմ հորինել կարելի ասել, այդ ներկայացումը որպես գործ, որպես դրամատիկ գործ, եւ անբարբար ասացի ինչու անբարբար եւ միևնույն ժամանակ նաեւ մենք որպեսզի մի քիչ ազատագրված լինենք միայն մնջախաղային դրսևորումներից։ Այսինքն կարող ենք դրամատիկ վիճակների մեջ լինել, հոգեֆիզիկական եւ այլն, հա, հասկանալի, ինչպես, կարելի ասել լավ թատրոններում կամ ոչ թե ասենք սպეციფիկ։ Մերը իհարկե ժանրային հասկացողություն գոյություն ունի եւ մենք մշտական դրա մեջ ենք, որովհետեւ երբ որ ասենք հարց է գալիս, թե ինչու ես պետք է առավոտները գնամ այնտեղ, որովհետեւ վնա։ Պարոն Դադասյանի ներկայացման մեջ եմ հայտնվում որպես ներառար, ու նաև ռեժիսոր, ես ձևակերպված եմ որպես բեմադրիչ ռեժիսոր, բայց լինում է այդպես, ու ես պետք է ես միշտ այդ ֆիզիկական տեսանկյունից, հա, նաև հոգեֆիզիկական։ Դա իրականում շատ հաճելի է, երբ աշխատում ես կյանքի բոլոր փուլերում, բոլոր տարիքում, եւ դա քեզ միշտ երիտասարդ է պահում։ Բացառիկ դեպք է, մեր դեպքը, պարոն Կոստանյանի, որ 78 տարեկանում ինքը այնպիսի մարզավիճակ ունի, որ շատ երիտասարդներ կնախանձեին։ Այո, դա երանելի վիճակ է, ես կարծում եմ, նոր մի փոքր առաջ մեզ մոտ թատրոնի եւ կինոպետական ինստիտուտի ուսանողներն էին շատ ակտիվ խոսում էին իրենց
գործունեությունից նույն ակտիվությամբ խոսում է նաև պարոն Կոստանյանը եւ դա շատ լավ է։ Մնջախաղի թատրոնի պրեմիերան է սա, ինչ այլ ներկայացումներ կան առհասարակ խաղացանկում եւ ինչ գործունեություն է ծավալում թատրոնը, պարոն Պողոսյան։ Խաղացանկում ներկայացումներ շատ կան։ Այո։ Ուղղակի խնդիրն այն է, որ մենք այդ ներկայացումները պարբերաբար խաղալու հնարավորություն չունենք ցավոք սրտի, որովհետեւ անցյալ տարի մեր թատրոնի 50-ամյակը 50-ամյակներ չնշեցինք շատ բարձ պատճառով, որովհետեւ սպասում էինք, որ մեր շենքը ի վերջո կավարտվի շինարարությունը, արդեն 6-րդ տարին է նախկին գրապալատի տարածքում, հա։ Եվ ոչ մի կերպ չի ավարտվում այդ շինարարությունը, մտածում ենք կավարտեն, կնշենք եւ 50-ամյակը եւ բացենք թատրոնը եւ ի վերջո մենք այսպես պարբերաբար մեր ներկայացումները խաղանք, արդեն խնդիր չենք ունենա, բայց ցավոք ձգձգվում է։ Իսկ ներկայացումներ իսկապես շատ ունենք, իսկ ավելի շատ ունենք պրեմիերաներ։ Միայն անցյալ տարի 2 նոր ներկայացում արվեց։ Մեկը բեմադրեցի ես նվիրված Փարաջանովի 100-ամյակին, որը հատուկ արվեց Փարաջանովի թանգարանի բակում եւ ցուցադրությունները տեղի ունենում այնտեղ եւ միայն այնտեղ է հնարավոր ցուցադրել։ Հետո Վրաստանից մենք ստացանք հրավեր, որ այդ ներկայացումը նաեւ այնտեղ ցուցադրենք իր հայրենիքում, որտեղ ծնվել է վարպետը, այնտեղ ցուցադրեցինք նաեւ։ Դարձյալ հետարքիր բակում։ Էլի նմանատիպ բակում, որովհետեւ ինքը այնպես է մտածված այդ ներկայացումը, որ այնտեղ այդ բալկոնները, այդ պատշգամբները, դռները եւ այլն, եւ այդ ծառը, որ աճած է այնտեղ, այնտեղ ճոճանակներ կան, բաներ կան։ Մի խոսքով, եւ երկրորդ ներկայացումը, որը որ դա իսկապես հայտնություն էր, մեր թատրոնի դերասանուհի Ինա Հաղնազարյանը բեմադրեց իմ ուսանողների հետ, որոնք անցյալ տարի ավարտեցին, դերասանական բաժինը բեմադրեց Ստրինբերգի մոտիվներով ուրվականների սոնատը անունով ներկայացում, որը մի քանի օր առաջ ստացավ լավագույն պլաստիկ ներկայացում նոմինացիայում արտավազդ մրցանակ։ Եվ կոստյումների, չէ՞։ Եվ նաև կոստյումների համար ստացանք, հագուստների համար, ձևավորման համար ստացավ Քնքուշ Մալխասյանը, մեր նկարիչը, որ իսկ առաջին անգամ իր այսպես կարիերայի ընթացքում, որը շատ այսպես մի խոսքով շատ լցված էր, հա, անցյալ տարվա մեր գործունեությունը, ահավասիկ նաև պարոն Կոստանյանի հիմա ներկայացումը, հիմա շուտով պատրաստվում է նոր ներկայացում, կրկին մեր թատրոնի դերասաններից մեկը պիտի բեմադրի, դերասանուհիներից մեկը մանկական է լինելու, դեռ այսպես չբացենք մեր դեռ էսքիզավորման փուլում է, այո, այդ գաղտնիքները, այսպես ասած, բավականին հետաքրքիր ներկայացում է սպասվում, բայց կրկին մնում է խնդիրը ցուցադրությունների հետ կապված։ Իհարկե շնորհակալ ենք ռուսական թատրոնի տնօրինությանը եւ Սուրեն Շահվերդյանին մեզ սիրով տրամադրում է ամիսը մեկ անգամ բեմ է տրամադրում, որ մենք ցուցադրությունները կազմակերպենք ռուսական թատրոնում եւ մյուս թատրոնները, ովքեր որ մեզ աջակցում են։ Վերջերս տեղի ունեցավ նաեւ մի շատ հետաքրքիր պրոյեկտ Կոմիտասի տուն թանգարանում, դա Կոմիտաս պրոյեկտն էր, կրկին առաջին ցուցադրությունն էր, պրեմիերա էր, այնպես որ թատրոնը ակտիվ, այսպես գործունեության մեջ է, որ չունի շենքային պայմաններն էլ լավը չեն, բայց միևնույն է դա աշխատանքին չի խանգարում։ Իրականում եթե լինի իր հենց շենքը, այնտեղ պրեմիերաները ես կարծում եմ ավելի շատ կլինեն, ավելի հեշտ կկազմակերպվի։ Ավելի շատ ցուցադրություններ կկազմվեն։ Այսօր կներեք, ես առիթով մի բան ասեմ, այսօր ինձ Աբովյանից, ուրեմն այնտեղի թատրոնից այսպիսի մի առաջարկ արեցին, որ եթե մենք ենթադրենք ամեն ամիս մի օր հատկացնենք, ամեն ամիս կգաք մեր մոտ ներկայացումներ խաղալու թե չէ, սոսի սիրով, այո, եթե որտեվ մենք փնտրում ենք, իդեպ այս ընթացքում նաև մենք մասնակցել ենք նաև Պարսկաստանում Ֆաջր միջազգային փառատոնին, Չելյաբինսկի փառատոնին ես եմ մասնակցել որպես ժյուրիի անդամ, միջազգային փառատոներ, այսինքն կապերը կան միջազգային եւ նաեւ հրավերներ ունենք, որի մասին հետո մի քիչ ավելի մանրամասն կարող ենք խոսել, երբ որ հստակեցվեն ժամկետները։
Շատ կարևոր է, որ թատրոնի ընդհանուր գործունեությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից դուրս, դա եւ երկիրն է ճանաչելի դարձնում թատերական ասպարեզում եւ նաեւ սեփական գործ է այդ, որոնք որ իրականացվում է։ Եվ առիթից օգտվելով պետք է ասենք, որ նաեւ այս պրեմիերան արտավազդ մրցանակաբաշխության հետ կապված նոր մրցանակներ ունի։ Մի փոքր խոսենք նաեւ դրա մասին, որովհետեւ սա բեմադրողների համար հավելյալ գնահատանք է եւս մեկ անգամ աշխատանք ավելի շատ սիրելու, խոսենք նաեւ այդ մրցանակներից։ Այսինքն արտավազդ մրցանակի մասին, այո։ Բանն այն է, որ այս տարի արտավազդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կապան քաղաքում, պարոն Կոստանյանը չէր եկել մեր հետի, բայց ես գնացել էի, ես այնտեղ էի։ Դուք կիսվել եք ձեր տպավորություններով, այո, որ շատ լավ անցավ եւ իհարկե շատ հաճելի էր, որտեղ դա առաջին այսպես մասնակցությունն էր երիտասարդ դերասանների, ովքեր նոր ավարտել են։ Իդեպ ես խորհուրդ եմ տալիս, երբ որ լինի այդ ներկայացումը, մենք կհրավիրենք ձեզ անպայման պիտի գալ եւ նայել։ Ես երբեմն իմ մոտ տեղադրում եմ իմ էջում եւ գրում եմ անպայման դիտելու ներկայացում։ Պարտադիրների շարքից, այո, որովհետեւ այդ երիտասարդները ուղղակի աննկարագրելի, աներևակայելի են աշխատում եւ ուղղակի լիարժեք պրոֆեսիոնալներ են դարձել, ինչու մեծ հպարտության առիթ է տալիս, որ այդ 4 տարվա կրթությունը իրենց այդպիսի մակարդակ է ապահովում։ Նույնիսկ ես հարցերից ասի, բա երիտասարդական որպես, հա, դե մտածեցին, ասեցին, որ դե 3 մրցանակով չէին տալ, բայց ամենաերիտասարդական խումբն էր։ Դա շատ հաճելի է։ Ստացվում է, որ դուք աշխատում եք միմյանց հետ եւ նաեւ երիտասարդ սերնդի հետ ու Դե անշուշտ, որովհետեւ բանն է, որ ես ունեմ կուրս, իդեպ ես ունեմ նաեւ մի հատուկ կուրս, ուրեմն որ հենց Ինա Հախնազարյանի հետ ենք վարում թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, դա դերասանական կուրս է խուլ երեխաներով, մնջախաղի կուրս է, 4 երիտասարդներ են, տաղանդավոր, շատ հրաշալի։ Անցյալ տարի մենք գիտիսում ցուցադրեցինք իրենց ներկայացումը Մոսկվայում եւ շատ մեծ ընդունելության արժանացավ եւ շատ սիրվեց։ Հիմա էլ արդեն 3-րդ կուրս են, պատրաստում ենք ներկայացում։ Մի խոսքով դասավանդում ենք պարոն Կոստանյանի հետ արդեն 20 տարուց ավելի ինստիտուտում։ Եվ պարոն Կոստանյանի կարծիքը լսենք, նաեւ ինչպիսին են ձեր ուսանողները եւ ինչպիսին է մեր սերունդը առհասարակ ձեր աչքերով։ Շաբաթօրվա պրոյեկտ, շաբաթօրվա ձեր մաստեր կլասների մասին։ Ես այնտեղ դասավանդում եմ մի կուրսում։ Նաեւ առաջարկել եմ անվճար իհարկե, բարեգործական այդպես մոտեցմամբ, շաբաթը մի օր, շաբաթ օրերը ժամը 5-ից 7-ը, որ ցանկացողների համար վարպետության դասեր անցկացնում։ Արդեն 3 շաբաթ անց եմ կացրել եւ շատ մեծ հաճույքով այսպես ներկայանում եմ եւ բավական օգտակար է, որտեղ այն իրենց ստացած կրթությունից հավելյալ մոտեց։ Դուք ձեր փորձառությունը օգտագործում եք եւ ձեզ համար եւ նաեւ տալիս եք երիտասարդ սերունդին եւ սա կարծում եմ ամենալավ այսպես տարբերակն է կիսվելու սեփական փորձը։ Դա իրավունք չունեմ, որովհետեւ այդքան տարիների, հա, փորձը պետք է փոխանցեմ։ Այո, շատ լավ ասեց, իրավունք չունի եւ իսկապես դա շատ կարեւոր է փոխանցել այն փորձը, որ տարիների ընթացքում կուտակվել է։ Եվ քանի որ խոսեցինք այս տարիներից 50 տարվա պատմություն ունեցող թատրոնի մասին ենք խոսում, ակունքների մասին մի փոքր խոսենք, հա, Հայաստանում ինչպես դա ձևավորվեց եւ հիմա 50 տարի հետո այն ինչ կարգավիճակում է։ Առհասարակ մնջախաղի արվեստը դա դարերի պատմություն ունեցող արվեստ է, գիտեք, Հայաստանում նույնպես, որովհետեւ կարելի է հանդիպել մանրանկարներում, ինչ որ միմերի կերպարների, մատենագրության մեջ, այսինքն այդ հետքերը կան, իհարկե եկեղեցի կողմից խիստ քննադատված երևույթ է թատրոնը եղել առհասարակ, դրա համար այդպես շատ նյութեր չեն պահպանվել, բայց նոր ժամանակներում անշուշտ կապված է Լեոնիդ Ենգիբարյանի անվանը հետ, որովհետև ինքը ոչ միայն ծաղրածո էր, ոչ միայն հրաշալի նովելներ էր գրում, այլ նաև առաջին հերթին միմ էր, մնջախաղաց էր, որտեղ նույնիսկ կրկեսում ինքը լուր էր աշխատում, հա։ Բանն այն է, որ մենք տարիներ շարունակ Ծաղկաձորում անցկացնում էինք մնջախաղի միջազգային փառատոն Լեոնիդ Ենգիբարյանի անվան, եւ նույնիսկ դա առիթ հանդիսացավ, որ այնտեղ դրվեց Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը, որը հենց փառատոնի շրջանակներում էլ բացումը եղավ։ Բայց ցավոք վերջին տարիներին կարծես շատ հետաքրքրություն չեն ցույց տալիս մեր իշխանությունները, որպեսզի ֆինանսավորեն կարողանանք կազմակերպել
որտեղ դա շատ բարդագույն process է, գիտեք, սպეციფიկ ժանր է։ Բացօթյա է բեմը դրվում։ Այո, բացօթյա այդպես։ Եվ Լեոնիդ Ենգիբարյանի այսպես այդ ոգևորությունը, հա, այդ արվեստով ոգևորեց նաև երիտասարդների Հայաստանում եւ Հենրիկ Պողոսյանը 69 թվականին մի ստուդիա ստեղծեց, որը հետո Արսեն Փոլարդովի շնորհիվ դարձավ թատրոն եւ 1974 թվականից ինքը որպես պրոֆեսիոնալ թատերախումբ սկսեց գործել, իսկ 83 թվականից արդեն ստացավ պետական կարգավիճակ ու 1983 թվականից առ այսօր դեռ չունի իր տարածքը։ Դա շատ ցավալի է։ Դա նույնիսկ օրենքի խախտում է, որովհետև պետական հաստատությունը պիտի իր տարածքը ունենա օրենքով։ Հասցե պետք է ունենա, ինչպես ասում են։ Պրեմիերայի հետ կապված նաև խոսենք դրա մասին, թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում, որովհետև մինչև բեմ դուրս գալը վստահաբար այսպես հսկայական գործ է արվում։ Մի փոքր պատմեք այդ հսկայական գործի մասին, առասարակ ինչ է տեղի ունենում կուլիսներից դուրս։ Նախապատրաստականը հիմնականում դեկորացիայի, ռեկվիզիտների եւ այլնի հետ է կապված, եթե նույնիսկ նկարներ լիներ, ցույց կտայինք, արդեն դա երկար process էր։ Մի ամիս աշխատում ենք դրա վրա։ Մերսը նկարիչ եւ նաեւ քանդակագործ է, դրա համար այնտեղ պետք է ինձնից բոյովել ծաղիկներ, հետարքիր իհարկե մի քիչ գեղարվեստով արված, 4 հատ, տերևներ մեծ եւ այն 4 տերևն էլ օգտագործվում է իրար կողք սպիտակ, որպես վարակույր հետին պլանում, որի հետևը գործողություն եւ այլն։ Այսինքն բավական բարդ, հա, process էր, երկարատև։ Հիմա պատրաստ է արդեն, այսօր վերջին տերևն են վերել։ Եվ ես մի բան կարող եմ ավելացնել, անբարբար դրամա, հասկացողություն եւ այլն։ Ասեմ, որ մի 20 տարի էլ ես սովորական, այսինքն այնպես թատրոնի փորձ ունեմ, երիտասարդական թատրոնը, որը փոստի թատրոն էր կոչվում, ես այնտեղ եղել եմ սկզբում որպես դերարար, հետո որպես ռեժիսոր։ Հետո երբ որ տվեցին ինձ Ննջախաղի թատրոնը, դրա համար ես այնտեղից դուրս եկա, կարելի ասել, այդ շատ ինձ օգնում է, որ կարելի ասել դրամատիկ հա վիճակները ննջախաղացների ավելին լինի։ Այո։ Եվ նաև խոսենք ննջախաղի հետ կապված, երբեմն դժվար է մարմնի շարժումների միջոցով ինչ որ միտք արտահայտել, բայց ստացվում է, որ մի ամբողջ թատրոն հենց դրա մասին է։ Դեմքի խաղը դուք ասեցիք ինձ ոչ դա դրա մեջ չի մտնում, այլ խոսենք դրա մասին, թե ինչպես կարելի է մի ամբողջ գաղափար արտահայտել առանց խոսքերի, որ կարծում եմ բարդ գործընթաց է այս պարագայում։ Այո։ Դե գիտեք ինչ, բանն այն է, որ դա էլ է լեզու, մարմնի լեզուն, եւ ավելին ասեմ, այդ լեզուն Աստծո տված լեզուն է։ Դա այսպես չեն սովորեցնում, հա, ոնց որ մենք սովորեցնում ենք, չէ, փոքրիկներին խոսել։ Բացի այդ, Ննջախաղի մասին կա շատ հայտնի մի ասացված կամ այսպես ասած խոսք, որը վերագրվում է Մարսել Մարսոյին, իհարկե, որ Ննջախաղը սկսվում է ոչ թե այնտեղ, որտեղ խոսքեր պետք չեն, այլ այնտեղ, որտեղ դրանք անզոր են։ Այո։ Այսինքն մեր կյանքում էլ կան իրավիճակներ շատ, երբ որ ուղղակի հայացքով է ամեն ինչ հասկանալի, ուղղակի շարժումով է ամեն ինչ հասկանալի։ Եվ այդ շերտի վրա է ծնվում այն ամբողջ դրամատուրգիան, որը որ պիտի այդ դրամաբանությամբ ստեղծվի, այո, Ննջախաղի ներկայացման համար։ Այո, պարոն Կոստանյան, ձեզ ինչպես Ննջախաղը առհասարակ հետաքրքրեց, երբ մանավանդ բազմամյա փորձ ունեցող թատրոնի դերասաններ եկան դեպի Ննջախաղ։ Երկար պատմություն է դրա համար, երկար կարելի ասել հաղորդում է պետք դրա։ Ես Կաունաս քաղաքում եմ սկսել, Լիտվայում։ Եվ ես գնացի Մոսկվա, ուզում էի թատրոն լինել, ուսումնասիրել, որովհետև այդ ժամանակներում մինչև հիմա էլ ռուսական թատրոնը բավական հետաքրքիր է եղել։ Գնացի հետո զգացի, որ ես լեզվին ռուսերեն այդքան չեմ կարող բան անել, տիրապետել։ Հետո առնչվեցի այնտեղ, որոշեցի գնալ Ենգիբարյանին նայել իր փորձերը, Ենգիբարյանի փորձերը, մի շաբաթ փորձը նայել եմ, իրեն խնդրելով որ թույլատրի, պետքա գնային Ղրիմ ներկայացման, հա, արդեն անցել էր բեմ, այսինքն էստրադա, կարելի ասել նայել։ Եվ մի շաբաթ ես նայելուց հետո, երբ որ ծանոթացանք տնօրենի հետ, Յուրի Բելով,
իր տնօրենն էր Ենգիբարյանի, ասեց, բա ինչու ես ուզում, դու համալսարան ես ավարտել, ինչի ես ուզում փոխել, ասի, չգիտեմ, այդպեսի զգացողություն է, որ ես ավելի շատ արվեստի հետ կապված հարցը, այդ տեխնիկական բան համալսարանի տնտեսական կիբեռնետիկան էի ավարտել։ Հետո ինքը ասեց, ինձ հետ որ զրուցեց, ասեց, գիտես ինչ, դու մեկը կա, որ շատ դու մոտ ես իրեն ավելի շատ։ Ասում եմ, այդ ով է։ Թե Մոդրիս Տենիսոն, ասում եմ որտեղ եք, Աունաս արագ ասեմ երկար Մոդրիս Տենիսոն, ասում եմ որտեղ եք, Աունաս քաղաքում, որ ասեց շատ մոտ, գումարած ասեց, որ ամբողջ սովետական միությունում հիմա միակ թատրոնն է, որ պետական է։ Ասի շատ էլ լավ է, պետական եմ ուզում։ Եվ այդպես։ Ասում եմ, այդքանը կպատմեմ, հետո գնացի մնացածը չպատմեմ, որտեղ շատ երկար է։ Կարծում եմ մի նոր առիթ էլ, մի նոր հանդիպում էլ ես տաղավարի դրա համար։ Իսկ Աունաս գնում է, ասում է, դե զանգենք իմանանք, հետաքրքիր զանգեց, իմացավ Կուրսկի վокзалից էր թե ինչ, հետո ասեց, չէ, ասի, բա մի հատ իմացեք ինքնաթիռ։ Զանգեց, ասում է, առավոտ շուտ է գնում, դու կհասնես փորձին։ Փորձին կհասնես։ Ես էլ ասի, դե լավ, շնորհակալություն, ես գնամ հյուրանոցից վերցնեմ, գնամ։ Ոնց հիմա ես գնում, ասի, գնամ տոմս վերցնեմ, առավոտը գնամ ու գնացի։ Ու այդպես սկսվեց, այո, եւ դա մի լեգենդար թատրոն է, ես պետք է ասեմ։ Մոդրիս Տենիսոնի անունը թնդում էր խորհրդային միությունում, որպես մեծագույն վարպետ, այո, այնպես որ ինքը Լատվիայից էր, բայց Լիտվայում վերջներում, որ թատրոն ասենք տեղափոխվեց ուրիշ առումով քաղաքական բանով, ոչ թե ինքը կապ չուներ, ամենաբարձր տիտղոսը շնորհել էին հենց իրեն, լատվիացի, որ Լիտվայում է, ու լեգենդ էր համարվում։ Չէ, ինքը իսկապես ցավոք կյանքից հեռացավ մի քանի տարի առաջ, բայց պետք է ասեմ, որ այդ դպրոցը, որը անցել էր պարոն Կոստանյան, դպրոցը առայսօր ինքը կրում է եւ ինքը փոխանցում է։ Դա նկատելի է, պարոն Դադասյան, իրականում, այո, եւ շատ հաճելի է լսել, որտեղ կան կապի, այսպես միջոցների բացակայություն, բայց միևնույն է ցանկությունը տարել է ձեզ այնտեղ, որտեղ որ դուք եք ուզում եւ պետք է։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար եւ ինչպես թատերասերներին այսպես մաղթում են շատ նոր պրեմիերաներ եւ նոր բեմելներ, կարծում եմ դա շատ կարեւոր է եւ հաստատուն հասցե, ինչպես ասում են, դա եւս գործունեության։ Հաստատուն հասցեն ունենք, ուղղակի դա պետք է շենքային լավ պայմաններ, վերջապես ավարտել։ Շնորհակալ եմ դարձյալ հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա մեր եթերը մոտեցավ իր ավարտին։ Մենք ձեզ մաղթում ենք արևոտ տրամադրություն, հաջողություն։